կանխվեց ահաբեկչական ակտ։ Եվ ձեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ այնտեղ ներգրավված էին։ Եվ ընդհանուր առմամբ կուսակցությունն էլ կարծում եմ համախոհեր այդ ամենի հետ, ինչ որ պիտի երկրում տեղի ունենար, այսինքն իշխանության վերնախավի գլխատում, ենթակառուցվածքների վրա հարձակումներ, նաև վտանգ, այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի նկատմամբ։ Հիմա ես հիշեցի, որ երևի ամենակիչը 100 անգամ ազգային ժողովի դահլիճում գրեթե բոլոր падգամավորները ձեզ առաջարկել են դատապարտել ահաբեկչությունը, եւ դուք դա չեք արել։ Դուք դա իրոք չեք արել։ Երեք ինձ մեղմ ասած դուրս չեկավ Մարիա Կարապետյանի հարցին ձեր արձագանքը։ Դուք ում եք հիմարի տեղ դրել, ձեզ թվում է մենք ձեր ենթատեքստերը չենք հասկանում։ Ինչ էր դա նշանակում։ Հայաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու նկատմամբ այո, նման արտահայտությունները անթույլատրելի են, բայց շեշտեցիք թշնամասիրությունը եւ նաեւ ասացիք ցեղասպանություն ժողովրդի նկատմամբ գործած մարդկանց գլուխը այո պետք է կտրել։ Իհարկե ասել եք դուք սա։ Դուք այդ ում նկատի ունեիք։ Լավ, ենթադրենք ենթատեքստ չկար, ջնջենք այդ ենթատեքստերը, չնայած շանս եմ տալիս, որպեսզի գաք եւ այստեղից ասեք, որ ես ձեզ սխալ եմ հասկացել եւ դուք նկատի չունեիք որևէ ձեր հայրենակցի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ջնջում ենք ենթատեքստերը, ուղիղ ձեր խոսքին ենք գնում։ Այդ դեպքում ձեր խմբակցությունում հակասություններ չկան, որովհետեւ ձեր քաղաքական առաջնորդը բոլորովին վերջերս եւ ընդհանրապես պարբերաբար ասել է, որ ցիտում եմ, երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել։ Ձեր խմբակցությունում այդքան ամեն ինչ հարց է, թե սա ուղղակի քաղաքական երկերեսանիություն է։ Խնդրում եմ այս հարցերին էլ պատասխանեք ձեր եզրափակիչի ելույթում։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետև կա այս դահլիճում ինչ որ մեկը, ով Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում ունի այնքան ներդրում եւ վաստակ, որքան Հակոբ Մովսեսը։ Ու մենք այստեղ մեզ դրել ենք դատավորի տեղ, դատում ենք, մի մասը դատախազ է, մյուս մասը դատապաշտպան է։ Ես իրոք ամոթից գետինն եմ մտնում, եւ այս հնարավորությունը մենք պիտի այստեղ չունենայինք, չնայած մյուս կողմից էլ հերթական անգամ լայն հասարակության համար մտավորական է ներկայանում, եւ թող լսեն նրա խոսքը եւ շատ բաներ փորձեն սովորել նաեւ։ Ես չեմ սիրում ձեր սառը արդար այդքան ավել է ստանում, բացի դրանից այսօր մեր կենսաթոշակառուները ստանում են դեղեր, որի վրա իրենք բացառապես մեծ մասը իրենց կենսաթոշակի ծախսում էին դրա վրա, անվճար դեղեր, անվճար առողջության վիրահատություններ ու տարբեր ծառայություններ են ստանում։ Դրա համար որ ֆայմ ունենեք, դուրս չեք գա ու գոնե այդ բարեփոխումների մասին չեք խոսի։ Կամ Տիկին Գալստյան, դուք մեր երևի ազգային ժողովի ամենաավագ գործընկերներից եք կին, հեչ ընդունելի գործելավոճ չէ, երիտասարդ գործընկերոջը ԳԿՔ-ի ուղղագրություն սովորեցնեք։ Հեչ ընդունելի չէ։ Չեմ ասում դա տեղին է, անտեղին է, դա ուղղակի պրիմիտիվ, չգիտեմ, բան է էլի, փորձում եք ինչ-որ դիվիդենտներ շահել մի բանի վրա, որը հեչ ընկալելի չէ, հեչ հարգելի չէ այս գործելավոճը։ Եթե այդքան մտահոգ էիք հայոց լեզվի իմացության առումով, կարող եք մոտենալ ձեր գործընկերոջը, ասել ճիշտ կլինի այսպես արտասանեք այդ բառը։ Մի կողմ եմ դնում ճիշտն ու սխալը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այո, սիրելի հայրենակիցներ, այսօր բազմաթիվ գործեր են քննվում կոռուպցիայի մեղադրանքներով, կան մեղադրական եզրակացություններ, կան այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաներ, որոնք թռած են Հայաստանի Հանրապետությունից, այսօր էլ հայտ են ներկայացնում ձեր այդ միասին այդ օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու։ Կան փլված գործեր, այո, կան նաև դատանում փլված գործեր, ու սա էլ խոսում է անկախ դատական համակարգի մասին։ Բայց անգամ մեկ փլված գործով, օրինակ, գոնե մեկ քաղաքացու մոտ չի առաջանում կասկած, արդյոք Հայաստանի Հանրապետությունում եղել է կոռուպցիոն իշխանություն, համակարգային կոռուպցիա։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, բոլորը 100%-ով գիտեն, որ այո, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետև Հայաստանում բիզնեսի առաջ խաղացումը կախված էր քաղաքական կապերից, բացառապես քաղաքական կապերից, որովհետև Հայաստանում կոռուպցիոներները
չէին պատժվում բացառապես։ Հիմա են անցնում այդ գործերով, որտեղ հիմա կա քաղաքական կամք ու չկա նման մոդել կառավարման, որտեղ Հայաստանում մենաշնորհները նորմալ էին։ Կար բանանը իր ներկրողն ուներ, տարբեր ինչ-որ ապրանքներ իրենց ներկրողն ունեին, ու ձեր բանան ներկրողները այսօր էլի տարբեր կետերից այսօր էլի պայքարում են, որպեսզի հայտնվեն ձեզ հետ բերեն այդ օլիգարխիկ իշխանությունը էլի կառավարման։ Որտեղ Հայաստանում բանակից ազատումն իր գինն ուներ, համասարան ընդունվելը իր գինն ուներ, պրավաստանալն իր գինն ուներ, տարբեր շրջանում տարբեր գին ուներ։ Ու եթե միտեղ այդ գինը փոխվում էր, սինխրոն փոխվում էր մնացած տեղերում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ Հայաստանում ապրել է, ինչ որ մի ձև առնչվել է այդ ամեն ինչի հետ։ Ու ասում եք, պարոն Արծվիկ Մինասյանն էր կարծեմ երեք ասում էր այն գույքը, որը վերագրվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պաշտոնյային, երբեմն իր հետ կապ էլ չունի։ Այո, պարոն Մինասյան, երբեմն ուղիղ իր հետ կապ չունի։ Ինչի այն ժամանակ այդքան այդ հարցերում անֆայն չէին։ Էլ քենի, էլ վարորդ, էլ բաջանաղ, մենակ իրանց անունով չէին անելու, բայց որ դուք ձեր շուրջն եք նայում, կամ պտտվում եք ձեզանից ձախ, նայում եք այն մյուս ֆրակցիային, չեք հասկանում, որ ամբողջ կյանքում չինովնիկը, պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ, այդ կարողություններն ունենալ, միանգամից 26 գույք ապօրինի գույքով անցնել, անշարժ շարժական տարբեր գույքեր ունենալ, մի քանի 100 միլիոնավոր դրամներ չհիմնավորված փողեր ունենալ, պարզապես չէր կարող, կամ Տիկին Կյուրեղյանն ասում է, դուք վախենում եք, որ չեք կարող ձեր հիպոթեքները մարել, այո, Տիկին Կյուրեղյան, մեր ֆրակցիայի գերակշիռ, երևի ես չգիտեմ մարդ որ չունի, հիպոթեք, վարկ, որտեղ մենք սովորական ոնց որ մեր ժողովուրդը ապրում ենք այդ կետ, մենք չունենք այդ միլիոնները, որ տանք եւ տուն առնենք մեզ համար։ Կներեք, չունենք, չենք մեր հայրերը չեն գողացել, մենք չենք գողանում եւ չենք գողանալու։ Կամած կփակենք, ունենանք արդար քրտինքով մեր տունն էլ, մեր մեքենան էլ եւ որևէ մեկը չի անիծի մեր երեխաներին եւ հետո չենք գնա եւ ձեր նման չենք վախենա բանից, բանտում հայտնվելուց։ Մեզ ամենաշատը մեր քաղաքացիները մեղադրում են ամենաշատը նրանում, որ դուք միջև հիմա հնարավորություն ունեք, ոչ միայն դուք, նախկին իշխանության տարբեր նաև ներկայացուցիչներ, միջև հիմա հնարավորություն ունեք, ասում են, ձեր թուլությունն է, որ միջև հիմա նրանք հնարավորություն են խոսալու, հնարավորություն են առաջադրվելու։ Մենք իհարկե ես ներողություն եմ խնդրում տեմպերի համար, սիրելի հայրենակիցներ, բայց պետք է հասկանալ, որ մենք եկել ենք իշխանության ու մարմիններ ենք ստեղծել հակակոռուպցիոն։ Մենք եկել ենք դատարան ենք ստեղծել իրացյաններով, օրենք ենք ընդունել ապօրինի գույքի բռնագանձման մասին, որը այս մարդիկ գնացել բողոքարկել են սահմանադրական դատարան, այն մարդիկ, որոնք պետք է անցնեն այդ օրենքով եւ անցնում են։ Ու 1 տարի առաջ է սահմանադրական դատարանը վճիռը հրապարակել, որ հակասահմանադրական չէ այդ օրենքը։ Դրա համար այդպես է ստացվել։ Իսկ ինչ ունենք այդ օրենքով։ Այս կարճ ժամանակահատվածում այս տարվա փետրվարի դրությամբ 612.5 միլիարդ դրամ հայցագնով գործ կա դատարանում 166